Իմ հասակակիցներին կուզեմ ասել, որ մի ալարեք, վեր կացեք բազմուճից, եկեք, տեսեք, ինչքան հաճելի է անցնում մեր ժամանակը։ Բայց երբ որ արդեն փոքր թորնիկս դարձավ 6-րդ դասարան, իմ մոտ սկսեց շատ ձանձրալի կյանք, միայն տուն ամուսինը տան գործերը շատ քիչ էր, ու ես հայտնաբերվեց մեր սիրելի ակումբը մեծահասակների, մինչև թորնիկներին մեծացնելը կյանքը շատ հետաքրքիր էր, որտեղ ժամանակ չի ունենում։ Մեկը մյուս աղջկաց երեխաներին, մեկ մյուս աղջկաց, մեկին դպրոց, սպորտի, դպրոցից գնում վերցնում, տանում սպորտի, շախմատի, լողի եւ այլն։ Շատ հագեցված էր անցնում, որտեղ գնացի ու մինչև այսօր շատ ուրախ եմ, որ գնում եմ, բոլորին ես չեմ ագիտացիան, ուղղակի ներկայացնում եմ, որ այսքան հաճելի է։ Բայց քարոզեք։ Դե քարոզում եմ, բայց քարոզելը ստացվում է, որ ինչ որ շահագրգռված ես, բայց ես իրանց պատմում եմ, ցույց եմ տալի նկարները, ինչքան մենք թատրոններ են գնացել, համերգների են գնացել, թանգարաններ են գնացել, որտեղ շատերը իհարկե ես եղել եմ ամենտեղ, բայց շատերը կան, որ չեն եղել։ Եվ քաղաքից դուրս մեքենա են տրամադրում, ես տանում են անցած տարի մի օրում մենք գնացինք 9 եկեղեցի աշտարակի շրջանում։ Դա շատ մեծ հաճույք էր եւ ով կային մարդիկ, որ չէին եղել, տեսան Օշական, նա ամենտեղ։ Էլ ինչի մասին ասեմ, մեր առօրյան, այնտեղ մեր առօրյան ասма շատ հետաքրքիր։ Ինչքան հնարավորություն ունի ասոցիացիան, չի խնայում մեզ ոչինչ։ Հյուրասիրում են սուրճ ենք խմում, թե ենք խմում, խոսում ենք հետաքրքիր խաղեր, անչափ խաղեր կան։ Ձեռագործ ենք ամիս շատ երիտասարդ ժամանակից երազելի ոնց են խալի գործում կամ կարպետ։ Կարպետագործության շուին սովորացրեց, ես ունեմ դասգահը, որի վրա գործել եմ, ցուցահանդեսի ենք մասնակցել, մարաշի ասեղնագործություն է սովորում կանայք, շատ հետաքրքիր անցնում։ Այն ինչ որ երիտասարդ տարիքում մենք չենք հասցրել անենք, հիմա այստեղ ես անձամբ դա գտել եմ։ Իմ համար հետաքրքիր է։ Ունենք մենք ընկերուհիներ, որոնք նույն գծի վրա ենք, հետաքրքրվում ենք ամեն ինչով, նույնիսկ այստեղից դուրս էլի մենք իրար հետ գտնում ենք հետաքրքրություններ, նույն ես ասոցիացիայում էլ բերում եմ մի անգամ իշլիկյուտայի սուպ եմ պատրաստել, փիփերթով ճաշ եմ պատրաստել, սիրում եմ համով բաներ անել ու հյուրասիրել։ Իսկ մի օր էլ հրավեցի իմ տուն ղափամա ուտելու, բոլորը հաճույքով գալիս են, շփվում ենք, չիմացածը նորից ամեն տարիքում կարելի է սովորել։ Երբեք չի կարելի ասել, որ ինչ կա անելու։ Ոչ, ես այնպիսի բաներ եմ սովորել այստեղ, որ դեռ չգիտեի։ Օրինակ շախմատ խաղալը մոռացել է, այնտեղ մենք խաղում ենք։ Ինչի մասին ասեմ, ամենի շատ հետաքրքիր է։ Տիկին Սվետլանա, մի հարց։ Դուք եթե միայն տնային հոգսերով էիք, առօրյա առևտուր, ճաշ պատրաստել, հոգնում էիք, իսկ հիմա դուք ասում եք, որ մենք մի օրում կարող ենք 9 եկեղեցի գնալ, հետաքրքիր է, այդ տարիքում չեք հոգնում։ Այդ ակտիվությունից։ Հոգնելը միշտ էլ կա, բայց պետք է հոգնելին տուրք չտաս։ Դու պետքա քեզ հաղթահարես։ Նախ մենք մեքենայով ենք, մեզ մեքենայով էին տանում այդ բոլոր եկեղեցիները։ Այստեղ իշն էլ բարձրանալու որոշ ոդքային ցավի եւ այլն, բայց հաղթահարում ենք, ինչ կա այդտեղ։ Չէ, շատ հաճույքով։ Այ հիմա այս ապագայում մենք պետքա գնանք Լուսիկա Գոլեստու թանգարանը, արդեն որոշված է, սպասում ենք, թե երբ պետք է գնանք։ Եվիճան, երբ են գնալու Լուսիկա Գոլեստու թանգարան։ Ես էլ նոր իմացա դրա մասին։ Մեր համակարգողները շատ ինտենսիվ են աշխատում ու արդեն երբեմն բաց եմ թողնում ինֆորմացիան, թե կոնկրետ որ շաբաթը ուր են գնալու։ Ես ճիշտ ասած կներեք, ես ասեցի, բա երբ են գնալու, անցյալ տարվանից դուք խոստացեք, բայց շատ միջոցառումներ են արել, դրան հեր չի հասել։ Ասեց գնացել եմ, արդեն խոսել եմ, ինքը տնօրենը արձակուրդում էր։ Նույնիսկ դուք եք պնդում, առաջարկում, դե գիտեք ինչ, մենք էլ պետք է առաջարկենք, որտեվ իրանք չգիտեն մեզ ինչա էլ հետաքրքրում։ Մենք քաղաքի պատմության թանգարանն ենք գնացել 2 անգամ, ամեն ինչ անում են, բայց բաներ կա չեն Փարաջանովի թանգարան են գնացել, կարող են մտածել, որ բոլորին հետաքրքիր է, չէ, դրա համար մի քիչ էլ մենք ենք բանանում։ Ուղղորդում, այո։ Ինչ նոր բան սովորեցիք այդ ընթացքում եւ ինչ է տալիս այդ աշխատանքը ձեզ։ Այդ առաջի փորձս համալիրում էր, իհարկե սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ էր, մեզ այնտեղ աշխատակիցները օգնեցին, բացատրեցին մեր անելիքը,
բայց դա մի բարձ ժամանակաշրջան էր այդ կովիդի վատ պահերներ, որ պետք է մենք ինքներս զգուշ լինենք եւ խնդրենք, որ բոլոր թեկուս ընտանիքով եկած մարդիկ առանձին նստեն, որ պահպանվի, որտեվ հեռուստացույցով ցույց են տալիս եւ աշխարհն է նայում այդ սահմանը պահպանվեր եւ շատ լավ ստացվեց, մեզ շատ շնորհակալ եղան, որտեվ իրոք մեր աշխատանքը կատարեցինք, այդ օրվա մեր պարտականությունը դա էր, որ օգնենք հսկիչներին, որոնք պետականորեն աշխատող են, մենք օգնենք նրանց, որ ամեն ինչ արագարվի մինչև սկսվել է համերգի։ Դա էր իմ առաջի օգնությունը, այսպես ասած, այդ աշխատանքի մեջ շատ գոհ մնացինք։ Գիտես Սվետլանա, այդ ամենում ձեզ դուր է գալի մարդկանց օգնելու կամավորական աշխատանքի մասը, թե նաև համերգը վայելելու հնարավորություն եք։ Երկուսը միասին օկտավետը Պալեզին պրիատնի հետ ոնց հաճելին օգտակարի հետ ինչու՞ չէ ես չեմ կարող թաքցնեմ նախ անվճար համերգ նայեցինք որը միշտ չի հաջողվում շատ լավ համերգեր մեծ հաճույք ստացանք եւ օգտակար աշխատանք արեցինք դա իմ մեջ նստած է ես շատ մեծ բավականություն մարդկա ամաչմոս ամութա ոնց գնանք ինչ որ միջամտենք բայց ես շատ հանգի շատ կուլտուրական այսպես ասած մոտենում ենք ասում ենք մեր պարտականությունը այդ օրը դա էր արեցինք վերջացեցինք մեզ տեղը տվեցին նստեցինք համերգ նայեցինք գնացինք տուն եւ նման դեպքեր շատ մի քանի անգամներ Իսկ ինչպես է կատարվում կամավորների ընտրությունը, ինչ սկզբունքով եք ընտրում նրանց եւ արդյոք նախատեսում այս ծրագիրը շարունակական դարձնել կամ ընդլայնել։ Ծրագիրը շարունակական է, միտք ունենք ավելի ընդլայնելու եւ միտք ունենք նաեւ ներառելու այն մարդկանց, որոնք պարտադիր չէ որ կենտրոնի ծառայություններից օգտվեն։ Այդ ովքեր հիմա մեզ լսում են ու իրենց մեջ կայծ զգացին որևէ բարի գործ անելու համատեղելով դա իրենց հաճույքի հետ, խրախուսում եմ, որ անպայման կապ հաստատեն մեզ հետ եւ հայտեն ցանկության մասին։ Հստակ չափանիշներ չկան, որոնցով առաջնորդվենք։ Կարևորագույն չափանիշը ցանկությունն է, որովհետեւ այս տարիքում ոչ միշտ է պատահում, որ անմիջապես մղվում են դեպի նոր փոփոխությունների, նոր գործի։ Եթե կլսեն ու կզգան, որ ուզում են ներգրաված լինել, սիրով իրենց կընդունենք հարցազրույցի եւ հետագա պլանը կմշակենք աշխատանքի։ Կարևորագույն նախապայմաններից մեկը նաև այն է, որ մարդ պատրաստ լինի իրեն ժամանակ տրամադրելու, որովհետև ի վերջո կամավորական աշխատանքը տալու եւ ստանալու մասին է, ոչ միայն տալու։ Եվ նաև պարտադրված աշխատանքի մասին չէ։ Կարևոր է մեզ համար, որ առաջին հերթին մեծահասակը հաճույք զգա, օգուտ քաղի իր կատարած աշխատանքից ու առհասարակ ընդգրկված լինի մի այնպիսի process-ում, որը առաջին հերթին իր համար է օգտակար։